Բարոսելի քույր եղբայր ջան, ես ուղակի ջնջեցի մեր 21-ից 22 համարների Իսրայելի անկումով, երբ որ Աստված սովորեցնում է մեզ ասող աղի մասին, երկրորդ բաժինը ջնջեցի, մի քիչ շահկապը ճիշտ չէր, ես փորձեմ հիմա ավելի նույնը նորից կտամ, բայց ավելի որպեսզի հասկանալի լինի։ Ուրեմն մենք ամբողջացրեցինք, որ 21 եւ 22 համարներում եկեք ընթերցեք հատվածը Հռոմեացիս 11-րդ, որովհետև եթե Աստված բնական ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայե։ Արտես ասո քաղցրությունը եւ սաստկությունը, կործանվածների վրա սաստկությունը եւ քեզ վրա քաղցրությունը։ Եթե այն քաղցրությունը մկենաս, ապա թե ոչ դու էլ կկտրվես։ Շատ հաճախ, ինչպես շեշտեցինք, այս հատվածը մեկնաբանում են որպես փրկությունը կորցնելու հատված, ասիկ արգումենտ են բերում, որպեսզի ապացուցեն, որ տեսեք հավատացյալը կարող փրկությունը կորցնի։ Բայց ուշադիր եղեք մի կարևոր սկզբունքի վրա, որտեվ եթե Աստված բնական ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայե։ Ով այս քեզելը, ումա վերաբերվում այս բառերը։ 13 համարը եթե մենք նայում ենք, ձեզ հեթանոսների, տեսեք ես կընթերցեմ հիմա 13 համարը, բայց ձեզ հեթանոսների 10 եւ միտքը զարգանում է այդ հերթականությամբ։ Այսինքն այստեղ խոսքը վերաբերվում է հեթանոսներին, որոնց փրկության դուռ բացվեց, փրկության դուռ բացվելը չի նշանակում բոլոր հեթանոսները փրկվել են։ Դուռը բացված է, հեթանոսներին Աստծո շնորհքով առիթը տրված է, բայց այստեղ առաքյալը ցույց է տել, որ այն հեթանոսներին, որոնց դուռը բացվել է, կարան հանդիսանան այդ հեթանոսները, որոնք եկեղեցի են կոչվում, կարան հանդիսանան նույն կարգավիճակի մեջ, ինչպես իսրայելացին, էթնիկի նկատի ունեմ Աբրահամի սերունդից ֆիզիոլոգիական ծնված Աբրահամի սերունդը, Իսրայելը, ֆիզիկական Իսրայելը։ Նույնպես նրանք Աբրահամի սերունդից ծնվեցին, բայց այդպես էլ հոգևոր Իսրայել չդարձան։ Այսինքն այն ուխտերը, այն խոստումները, որ Աստված տվեց ուխտի շրջանակում Աբրահամին, իր սերունդը պետքա միանար դրան, այսինքն պետքա դառնար հոգևոր Իսրայել։ Դա համար Հիսուսը շեշտեց ասելով, որ եթե դուք Աբրահամի զավակ լինեիք, բայց նախորոք ասեց, որ գիտե որ Աբրահամի զավակ եք, ֆիզիկական, բայց եթե Աբրահամի զավակ լինեիք, արդեն հոգևոր տեսանկյունից Աբրահամի գործերը կանեիք։ Եվ հիմա ինքը ցույց է տալի, որ գործերը դա բնությունն է, միշտ հիշեք սիրելիներս։ Ընդհանրապես, երբ որ Աստվածաշունչը խոսում է գործերի մասին, ցույց է տալի մարդու բնությունը։ Դուք որ չար եք, սա մեր մեղավոր բնության սկզբունքն է, այսինքն Աստվածամերժ ենք։ Հիմա այս առումով Քրիստոսը ցույց տվեց, որ այո, գիտեմ, որ ֆիզիոլոգիական Աբրահամի զավակներն եք, բայց Աբրահամի զավակ չեք։ Հոգևոր առումով խոստումներին, այսինքն այն խոստումներին, որը պիտի ձեր վրա գար Քրիստոսին, Մեսիայի միջոցով, դուք այդ Մեսիային մերժում եք։ Այսինքն դուք ձեզ անարժան եք անում։ Հետագա հատվածներում տեսնել եք, որ դուք եթե ձեզ անարժան եք անում, Աստվածը ձեզ հատվածներ կընթերցեմ, Աստված ձեզ էլ թողնում է եւ գնում է հեթանոսներին ավետարանը տալու, այսինքն Քրիստոսի մասին լուրը հայտնելու։ Գործ առաքելություն ենք կարդալու սա։ Հիմա ամեն դեպքում մենք ինչ ենք տեսնում։ Այս հատվածում խոսքը չի վերաբերվում հեթանոսներից բաղկացած վերստին ծնված եկեղեցուն։ Խոսքը վերաբերվում է դուռը բացված հեթանոսներին, որոնք կարան հայտնվեն նույն կարգավիճակի մեջ, ինչպես վերստին չծնված իսրայելացին, որոնց Աստված որպես բնական ճյուղեր պոկեց։ Եկեք ընթերցենք նորից հատված, որպեսզի ավելի հասկանալի դառնա մեզ։ Տեսեք 21-22 համարները, որտեվ եթե Աստված բնական ճյուղերին չխնայեց, հետաքրքիր է ինչ պատճառով չխնայեց, նրանց անհավատության, ոչ թե հավատացել էին, վերստին ծնվել էին, հետո դարձան անհավատ, թողեցին հավատքը, այլ այդպես էլ չհավատացին, լինելով Աբրահամի ֆիզիկական սերունդ, լինելով այդ արմատի վրա, ի վերջո այդ արմատի հյութին հաղորդ չեղան։ Այստեղ երբ որ մենք կարծում ենք քաղցրությունը ավելի այդ հյութի հետ հաղորդակցությունն է։ Այդ քաղցրության մեջ մնաս նշանակում այդ քաղցրությանը հաղորդ լինես։ Շատ կարևոր է սա, որովհետև շատերը վերցնում են բառակապակցությունը առանց ընկալելու առաքյալի կոնտեքստի մեջ զարգացրած միտքը։ Եվ ասում են, տեսեք, այստեղ քաղցրության մեջ եթե մնաս, ուրեմն ինքը քաղցրությունը ստանում է, բայց եթե մնա, ոչ, ինքը այդ քաղցրության մեջ կանչված է, բայց չի ստանում այդ քաղցրությունը։ Ի վերջո, ինչպես Իսրայելը կանչված էր այդ ուխտերի, այդ խոստումների ժառանգորդ լինելու, եւ այդպես էլ չեղավ եւ կտրվեց։ Ասում է դու նույնպես, այսինքն այստեղ պետք է մենք տեսնենք, որ զուգահեռական է
Նույնպես ինչպես վերստին չծնված իզրայելացին պոկվեց, նույնպես կպոկվի վերստին չծնված եկեղեցում գտնվող հավատացյալը, ով իրեն ընկալում է որպես հավատացյալ, ով իրեն ընկալում է որպես քրիստոնյա։ Սա նոմինալ եւ ֆորմալ քրիստոնեությունն է։ Ես այս զանագրությունը ջնջեցի, հիմա կուզեմ ավելի խորհուրդը տեսնենք, թե ինչ է նշանակում այստեղ հեթանոսներ եւ եկեղեցի եւ ինչ խնդիր կա այստեղ եկեղեցու, որը զուգահեռական է նույն Իսրայելի հետ։ Այսինքն առաքյալը շեշտում է, որ նայի դու նույնպես կարաս հայտնվես Իսրայելի վերստին չծնված Իսրայելի կարգավիճակում։ Չի նշանակում, որ Աստված քեզ կանչել է, չի նշանակում, որ դու արդեն փրկվեցիր։ Սա ոչ յուրահատուկ կոչն է, սիրելիներ, սա ընդհանուր դուռն է բացված քրիստոնեին, որտեվ 8-րդ գլխում, երբ որ մենք կանչում ենք Աստծո կոչում հասկացողությունը, ում որ կանչես դրանց էլ իր որդու պատկերի նախասահմանեք, այդ կոչումը յուրահատուկ կոչումն է, փրկության կոչումն է։ Այստեղ առավել կանչված է ավետարանի, այսինքն լսելու լուրը եւ հնազանդվելու, բայց մենք շատ լավ գիտենք, որ փրկվում է միայն շնորհքի ընտրության պես մնացորդը։ Հիմա առաքյալը նույնպես խոսում է, այսինքն իզրայելացին, որոնցից կա շնորհքի ընտրության պես մնացորդ եւ կային իզրայելացիներ, որոնք մերժեցին Քրիստոսին, այդ սերունդը, որ Քրիստոսին խաչեց, դրանք նույնպես մերժվեցին եւ մեծամասնությունն են։ Հիմա նրանք պոկվեցին որպես բնական ճյուղեր, նրանք բնական ճյուղեր են։ Ամեն դեպքում մենք պետք է այստեղ հասկանանք, որ առաքյալը, երբ որ ասում է մի ամբարտավանան նրանց վրա, ի նկատի ունի, որ նրանք շարունակում են մնալ որպես Աստծո ժողովուրդ, որքանով էլ անհնազանդ են, բայց խոստումի, որտեղ մեր հետագա համարներում կարդալու եք, նրանք սիրելի են հայրերի համար, ավետարանի համար նրանք թշնամի են Աստծո, չեն հնազանդվում Քրիստոսի լուրին, բայց խոստումի առումով խոստումները նրանց վրայից չի վերցվել, նրանց ժամանակ կա, մասամբ կուրացել են եւ ժամանակահատվածի համար, մասամբ նշանակում է ոչ բոլոր Իսրայելն է կուրացել, այլ մասնակի Իսրայելը, այդ շրջանի Քրիստոսի մերժողները եւ Նաև մենք հիմա ենք տեսնում, որ նրանք մերժում են ավետարանը, այդ շրջանը նաև, բայց կա մի շրջան, որ եւ ոչ հավիտենական են նրանք ընկել, նրանց անկումը ժամանակավոր է։ Մինչև կլարանա հեթանոսի թիվը։ Մեր հետագա հատվածում սա եք տեսնելու, թե ընթերցեք 23 համարից, որի համար մենք կընթերցենք արդեն մյուս զայնագրությունների մեջ, կանադանանք մյուս էքսպոզիցիային։ Հիմա, որպեսզի հասկանաք, այստեղ խոսքը չի վերաբերվում կոնկրետ վերստին ծնված անձին եւ իր փրկությունը կորցնելու։ Խոսքը վերաբերվում է հեթանոսներին, որոնք կանչված են փրկության։ Այս սա շատ կարևոր անցալեք, այսինքն այստեղ քրիստոնեական եկեղեցու սկզբունքն է, որը ի վերջո այդպես էլ հաղորդ չի դառնա ինչպես անհավատ Իսրայելը, այդպես էլ հաղորդ չդառավ այդ հյութին, այսինքն խոստումներին Աստծո։ Սա ամենակարևորն է։ Եկեք հիմա անդրադառնանք ընդհանուր մեր այսօրվա եկեղեցու կերպարին եւ տեսնենք ինչ ենք հասկանում ասելով ֆորմալ եկեղեցի եւ նոմինալ եկեղեցի, նորմալ քրիստոնեություն, նոմինալ ներողություն, նոմինալ քրիստոնեություն։ Դա այն քրիստոնեությունն է, որը ընդհանրապես պոկված է Աստծո խոսքից։ Դա մեր մարդկային արժեքային համակարգում ընկալված քրիստոնեությունն է, որը սերտ կապված է ազգային ավանդույթների հետ, որը սերտ կապված է աշխարհիկ արժեքների հետ, որը մղված չի Աստծուն հնազանդվելու, այլ Աստծուն իրեն հնազանդեցնելու։ Այսինքն սա այս ամենախեղաթյուրված սկզբունքն է, առաքյալը սրա մասին է խոսում։ Եվ մենք հայտնության գրքում ի վերջում տեսնում ենք այդպիսի եկեղեցի, ինստիտուցիոնալ եկեղեցի, այն մեծ պոռնիկը, որի մասին խոսում է, որը եւ տեսնում ենք, որ ինչպես անաղանքում ապրում, սա այդ ինստիտուցիոնալ եկեղեցին է, ի վերջո էկումենիկ շարժումը իր մեջ ընդգրկած։ Բոլոր կրոնները ի վերջո միանալու են, խոստովանել են, որ կա մեկ Աստված, եւ ամեն մեկ իր կերպով է պաշտելու այդ Աստծուն, այսինքն մենք տեսնում ենք նաեւ հակա Քրիստոսն է օգտագործելու այդ կրոնը, եւ սա շատ կարող է մենք ընկալենք, խոսքը վերաբերվում է խեղաթյուրված հեթանոսների եկեղեցուն, եթե չմնաս այդ հյութի մեջ, այդ քաղցրության մեջ, նշանակում է, եթե դու արմատին հաղորդ չդառնաս, դու էլ նույնպես կպոկվես։ Սրա մասին է խոսքը։ Հիմա եկեք անդրադառնանք այսօրվա եկեղեցուն։ Ուրեմն տեսեք, 20 համարում մենք կարդում ենք լավ, ասում արտկասես 19 համարում, ասում արտկասես, դու այսպես կմտածես, արտկասես ճյուղերը կոտրվեցան, որ ես պատվաստ եմ, արդեն հպարտության նշույլն է շեշտում։ Հպարտություն, որ դու քրիստոնյա ես, որ դու եկար փրկության։ Արտկասես ճյուղերը կտրվեցան, որ ես պատվաստ եմ, լավ է, որ այդպես ասում ես, բայց կա։ Նրանք անհավատությունով կոտրվեցան, եւ դու հավատքով պատվաստվեցար, այսինքն այն հավատքը, որ Աստված տվեց քեզ, որ պատվաստես, եւ դու հավատքով հաստատվեցար կամ տեղավորվեցար, մի ամբարտավանանար, այլ վախեցիր, ինչի՞ց է գալի այդ վախը, որտեղ մեր վերջի ուսուցումը
Իսրայելի անկումով Աստված մեզ սովորեցնում այս վախի մասին, որն է այդ վախը, որ մենք ուշադիր պիտի լինենք, արդյոք մենք հաղորդ ենք այդ քաղցրությանը, թե ոչ։ Սրա մասին է խոսքը։ Իրական քրիստոնյան այս վախի մեջ է։ Իրական քրիստոնյան անդադար ամեն օր շնորհակալությունը հայտնում, ասում որ Աստված իրեն շնորհքով պահում է Քրիստոսի մեջ։ Սա քրիստոնեական իրական կարգավիճակն է, եւ խոնարհությունով, եւ Աստծո վախով։ Աստծո վախը սա քաղցրություն է, ասես, այս Աստծո վախն է, որ մեզ մղում է երկրպագության, Աստծո վախն է, որ մենք վախենում ենք, որ հանկարծ Աստծուն անհաճելի չլինենք, չլինի, որ հանկարծ չհաճեցնենք Աստծուն մեր կյանքի, որովհետեւ մենք այդ առօրյա օրվա ինչ որ մի հատվածում ընդհակառակը անդադար փորձում ենք Աստծուն հաճելներ, որովհետեւ սա մեր մղումն է Քրիստոսին նմանվելու խորհրդի կարևոր կիզակենտրոնն է, որ մենք ուզում ենք հորը հաճելի լինենք, ինչպես Հիսուսը։ Տեսեք, սա կարևոր սկզբունք է։ Հիմա 20 համարում լավ, նրանք անհավատությունով կոտրվեցան եւ դու հավատքով հաստատվեցան։ Ուշադիր եք, մի ամբարտավանանար, այլ վախեցիր, որովհետեւ եթե Աստված բնական ճյուղերին չխնայեց, բնական ճյուղերին ինչի չխնայեց, անհավատության պատճառով, հաղորդ չլինելու արմատին։ Դու հավատքով հաստատվեցար, մի ամբարտավան այլ վախեցիր, որտեվ եթե Աստված բնական ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայե, միգուցե դու էլ հայտնվես բնական ճյուղերի կարգավիճակում։ Ոչ թե վերստին ծնված լինես եւ կորցնես փրկությունը, այլ այդպես էլ վերստին չծնվես։ Տեսեք, Եբրայեցիս թղթում առաքյալը միշտ շեշտում է, որ եթե այսօր նրա ձայնը լսես, մի խստացրու սիրտդ։ Ինչ ալը, եկեղեցուն է գրում, Եբրայեցիների եկեղեցուն։ Այսինքն կային մարդիկ, որոնք լսում են Քրիստոսի ավետարանը, իրենց համարում են քրիստոնյա, բայց չեն հնազանդում սիրելիներս։ Աստծո հետ կենթանի հարաբերություն կապ չունեն։ Նրանք իրենց եկեղեցու մեջ լինելով իրենց համարում են քրիստոնյա, բայց իրականում Աստծո տեսանկյունից նրանք քրիստոնյաներ չեն։ Սա շատ կարևոր է։ Դրա համար առաքյալը մի քանի կատեգորիա ներկայացնում Եբրայեցիս թղթում։ Որն է այդ կատեգորիան, ասում է, ինչպես Իսրայելը ասում է, այդ քաղցրությանը հաղորդ էր, լսեց, տեսավ հրաշքները, բայց ի վերջո չմտան խոստացյալ երկիր։ Ինչի չմտան, անհավատության պատճառով, նույն սկզբունքն է այստեղ։ Այսինքն չընդունեցին ի վերջո իրականում Աստծուն, Աստծո հավատքը չունեցան, ընկան, դա համար ասում է դու քո խիստ սիրտը չխստացնես, երբ որ այսօր նրա ձայնը լսես։ Եվ ասում է մնում է մի հանգիստ հավատացյալներին, որն է այդ հանգիստը Քրիստոսի մեջ մտնելը, իսկ ձեզ ասում է հավատացյալների համար, ես ասում եմ լավը գիտեմ, այսինքն ես վստահ եմ, որ դուք նրա մեջ եք, իսկ մնացածներին կոչ անում մտնելու, ում է կոչ անում մտնելու Քրիստոսի մեջ, եկեղեցուն, այսինքն եկեղեցում կան անձինք, որոնք Քրիստոսի մեջ չեն, նայեք, ֆորմալ տեղական եկեղեցու մեջ են որպես անդամ, բայց Քրիստոսի մեջ չեն։ Ընդհանրապես կա այսպիսի սկզբունք գոյությունի տիեզերական եկեղեցի։ Ինչ ենք հասկանում ասելով տիեզերական եկեղեցի։ Տիեզերական եկեղեցի սերներս այն Քրիստոսի արյունով փրկված, մեղքերի քավություն ունեցած, Աստծո հետ կենթանի հարաբերություն ունեցող, Աստծո աթոռի գայի առաջ կանգնող, շնորհքի մեջ եղող այդ հավատացյալն է։ Քրիստոսի արյունով փրկված, Քրիստոսի զոհով փրկված։ Սա տիեզերական եկեղեցին է։ Եվ կա տեղական եկեղեցի, Երևանի եկեղեցի, Երևանում մի քանի եկեղեցի, Արաբկիրի եկեղեցի, չգիտեմ, Բեթելի եկեղեցի, Նարդոսի եկեղեցի, Կենտրոն եկեղեցի, տարբեր եկեղեցիներ, տեղական եկեղեցիներ։ Ուշադիր եղեք, կարևոր մի սկզբունք։ Ամեն մի տիեզերական եկեղեցու անդամ, այսինքն վերստին ծնվածած անպայման պատկանում է տեղական որևէ մեկ եկեղեցու։ Անպայման չի կարա լինի տիեզերական եկեղեցու անդամ փրկված եւ որևէ մեկ տեղական եկեղեցու անդամ ինքը չլինի, ինքը անպայման սուրբերի հետ պիտի հաղորդակցվի։ Սա Աստծո հոգին է առաջնորդում։ Բայց չենք կարա ասենք, որ բոլոր տեղական եկեղեցու անդամները տիեզերական եկեղեցու անդամներ են, վերստին ծնված են։ Ոչ։ Այս մասին է խոսքը։ Առաքյալն ասում է, արտտես Աստծո քաղցրությունը եւ սաստկությունը։ Քաղցրությունը եւ սաստկությունը։ Քաղցրությունը հավատքով տնկվածի վրա, որ իրականում հաղորդ է այդ արմատին խոստումներին, եւ ինչը սաստկությունը, բարկությունը։ Դա համար ասում է կործանվածների վրա սաստկությունը եւ քեզ վրա, որ կանչված ես քաղցրությունը, եթե այն քաղցրությունում է կենաս։ Եթե Իսրայելն էր կենար, չէր փոխվի, որտեղ հետևի համար ասում է, եւ նրանք էլ եթե անհավատությունում չկենան, այսինքն ընդունեն Քրիստոսին, կպատվաստվեն։ Որտեղ Աստված կարող է դարձյալ պատվաստել նրանց։ Աստված կարող է։ Այսինքն այստեղ ամբողջ սկզբունքը գնում է Աստծո կարողության վրա։ Այսինքն դրա համար մենք հասկանում ենք, որ հավատքը մեր սեփականը չի, մեր մարդկային ընկալումը չի, դա Աստծո շնորհքով ստացած պարգևն է, որով մենք տնկվեցինք եւ հաղորդ ենք այդ հյութին,
այդ քաղցրությանը։ Հիմա առաքյալն ասում է նայի դու հեթանոս ես եկեղեցում արդեն որտեվ այդ դարում որ ինքը գրում է նամակները այդ շրջանում արդեն մենք տեսնում ենք որ եկեղեցիներում կային արդեն հավատացյալներ, որոնք իրականում հավատացյալ չեն, իրենց համարում են քրիստոնյա։ Մեկը գալիս է Եղու Բրինձի համար, որտեվ առաջի դարի եկեղեցին եթե դուք նայեք, այդտեղ կտեսնեք որ գործ առաքելություն շատ կարևոր բաներ կտեսնեք։ Առաջի դարի եկեղեցին շատ հաճախ գալիս էին մտնում էին եկեղեցի, որովհետև եկեղեցու անդամները իրենց ունեցվածքը վաճառում էին, եթե դուք նայեք գործ առաքելոց։ Եվ համընդհանուր էր, բոլորին բաշխում էին, որ որովհետև մեկը սոված չմնա։ Հիշում եք, նույնիսկ իրանք սարկավակներ են ընտրում 7 հոգի Սուրբ Հոգով լցված անձինք, որտեվ արդեն շատացել էր եկեղեցին 3000 հոգի մի կողմից 5000 հոգի են դառնում Պետրոսի աղոթում, Պետրոսի քարոզով, այսինքն ուշադիր եղեք, այստեղ շատերը միանում էին արդեն եկեղեցուն, առաջի եկեղեցին, որը Աստծո վախով էր, որը հալածանքի մեջ էր, որոշ առումով մաքուր էին, բայց դրանց միացան նաև որոշակի հատված եկեղեցու, մանավանդ արդեն որ տեսնում եք արևմուտքում փիլիսոփայությունն է մտնում եկեղեցի, ինչպես Հովհաննես առաքյալն է թղթերի մեջ գրում, արդեն գնոստիկների մասին է գրում։ Հետագայում մենք տեսնում ենք, որ տարբեր վարդապետություններ առաջ գալի, Քրիստոսի հարությունն են մերժում։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է եկեղեցին արդեն ձևավորվում է հեթանոսներով, որոնց մեծամասնությունը արդեն փրկություն չունի։ Սրա մասին է գրում առաքյալ։ Եվ առաքյալը սա տեսնում է։ Եթե մնաս այդ քաղցրության մեջ, այստեղ խոսքը փրկություն կորցնելու եւ փրկություն ունենալը չէ, սիրելիներս, այլ այդ դուռը, որ բացված էր հեթանոսներին, այդ դուռը բացված էր, որպեսզի հաղորդ լինեն արմատին, բայց եթե բացված դուռը ընդունեն, գան եկեղեցի տեղական, մտնեն եկեղեցու խմբի մեջ, բայց այդպես էլ հաղորդ չլինեն, կկտրվես ինչպես Իսրայելը։ Սրա մասին է խոսքը։ Հիմա եկեք անդրադառնանք այսօրվա եկեղեցու կերպարին, որպեսզի սա հասկանանք։ Այսինքն, այստեղ խոսքը վերաբերվում է եկեղեցին որպես ֆորմալ եւ նոմինալ։ Այսպես տեսեք, այսօրվա եկեղեցին անդրադառնանք։ Աստծո խոսքից ամբողջությամբ հեռացած։ Եկեղեցում կարաք տեսնեք, որ կինը հովիվ է ձեռնադրվում։ Կինը ձեռնադրվում է հովիվ, հղի հովիվ։ Պատկերացնում եք։ Կինը ձեռնադրվում է հովիվ։ Հիմա այստեղ հարցը ես ինչի ասեցի հղի, որտեղ կնոջ ֆունկցիոնալ դեր կա երեխաներ դաստիարակելու։ Ինքը առաջնորդ չի։ Այսինքն ես չեմ ուզում անդրադառնամ ավելի խոր, եթե ժամանակ կունենանք, հետագայում ես ավելի արգումենտները կբերեմ Աստվածաշնչը եւ ցույց կտամ հիմքը ինչի համար կնոջը չի ձեռնադրում հովիվ, ինչի մենք չենք տեսնում կին առաքյալներ։ Շատ կարևոր է մենք սա տեսնենք, հասկանանք, ինչի մենք տեսնում ենք, որ երբ որ պետքա Տիմոթեոսը կամ Տիտոսը պետքա ձեռնադրեն, մենք տեսնում ենք, որ տղամարդկանցից պիտի ընտրեն։ Ինչի։ Խնդիրը նա է, որ Ադամի հետ է կապված է որպես գլուխ, որպես առաջնորդ, Աստծո պատկերը կրող։ Այո, կինն էլ նույնպես կրում է Աստծո պատկերը, բայց ֆունկցիոնալ դերերի տարբերություն կա։ Առաջնորդ Աստված թողնում է տղամարդուն։ Սա չի նշանակում, որ տղամարդը բնությունով ավելին է, քան թե կինը։ Նրանք Աստծո պատկերով եւ նմանությունով են երկուսով նույն բնությունն է, մարդ բնությունն է կրում։ Սակայն կա ֆունկցիոնալ դերեր, որ Աստված է տալիս, չի կարելի խախտել այդ դերը, որտեղ այն կապված է որոշակի առումով սկզբունքների հետ։ Ուրեմն տեսնում եք կին հովիվներ, արդեն եկեղեցու առաջնորդ կին, սա արդեն խեղաթյուրում է, առաջնորդ եկեղեցու։ Ինչպես առաջնորդելու ինքը այդ եկեղեցին, արդեն խեղաթյուրել է գլուխը։ Մյուսը, մենք տեսնում ենք միասեռական քահանաներ։ Քահանանովը Աստծո եւ մարդկանց միջև միջնորդ։ Եթե քրիստոնեական շրջանում վերցնենք Քրիստոսի կողմից դրված միջնորդ որոշակի առումով, որպեսզի մարդկանց ծանոթացնի Քրիստոսի սկզբունքներին։ Ինքը միասեռական է, ի՞նչ է ծանոթացնելու մարդկանց։ Ինչ հոգևոր արժեքների մասին է խոսալու։ Ինչ բարոյական կերպար է ներկայացնելու։ Մենք տեսնում ենք, չէ, սարկավակների կերպարը, մենք տեսնում ենք ընդհանուր երեցների կերպարը, ինչ բարոյական, ինչ անարատ բառն է գրված։ Միասեռականի մասին ինչ անարատություն։ Այսօր քահանաներ եկեղեցում։ Այս եկեղեցու մասին է խոսքը, սիրելիներս։ Սա ֆորմալ խեղաթյուրված, սա եկեղեցին չի, սա բառացի, սա ուղղակի հնչյունային, հնչյունով ասված եկեղեցի, բայց իրականում դա եկեղեցին չի։ Եկեղեցի բառը իմիջիալոց կրոնավոր տերմին չի։ Եկեղեցի էկլեզիա, էկկալեո, ներսից կանչվածներ, այն նշանակում է ժողով, սաբրանիե, ժողով։ Որտեղ գործ առաքելոցը եկեղեցի բառը օգտագործում է փիլիսոփաների, հույների փիլիսոփայական ժողովի, ասում է եկեղեցիներ նրանց։ Դա կրոնական տերմին չի, բայց դրա համար առաքյալը շատ հատվածներում շեշտում է Աստծո եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին, ինչի որպեսզի մենք հասկանանք ինչ ժողովի մասին է խոսքը։ Ուրեմն տեսեք, սա կարևոր սկզբունքներ է։ Այսօրվա եկեղեցին տեսնում ենք կին առաջնորդներ, հովիվներ,
միասեռական քահանաներ։ Տեսնում ենք եկեղեցու գլուխ, ով մխրճված է քաղաքականության մեջ, եկեղեցին, ով պատերազմում է աթոռի համար, պաշտոնների համար։ Սրա Քրիստոսի հետ ոչ մի կապ չունեցող եկեղեցի է։ Եկեղեցում ձեռնադրվում են կամ եկեղեցում ուղակի բացահայտ լեսբիանկաներն են։ Այսինքն իրանք չեն էլ ասում, իրանք իրանց այդ բարոյական նորմալ ընկալում են ստանդարտ, այսինքն այստեղ մեղք չկա։ Մենք սիրում ենք իրար, չէ, կարևորը սերն է, չէ, Աստված ասեց սիրեք, հիմա ինչ կապ ունի, ես տղամարդ եմ սիրում, թե իմ քրոջն եմ սիրում։ Այսինքն սեռական հարաբերություն ունենում եմ քրոջս հետ։ Տեսեք սեր կա, չէ, կարևորը սերն է։ Ոչ։ Կարևորը սերը չի, կարևորը ինչպես այդ սերը արտահայտվում եւ ում հանդեպ արտահայտվում։ Տեսեք, օրինակ, երբ որ Առաքյալը ասում է տղամարդիկ սիրեք ձեր կանանց, պատվիրանը այն չի, որ սիրեք ձեր կանանց։ Տղամարդիկ սիրեք ձեր կանանց, անմիջապես նայեք հետևի բառերը։ Ինչպես Քրիստոսն էլ սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց։ Առաքյալը չի ասում տղամարդիկ սիրեք ձեր կանանց։ Այդ որ մի տղամարդը չգիտի, որ իր կնոջը պիտի սիրի։ Տղամարդիկ սիրեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց։ Առաքյալը չի ասում, որ սիրեք ձեր կանանց, այլ ինչպես սիրեք ձեր կանանց։ Այս սրա մասին է խոսքը։ Այսինքն այստեղ մենք պետք է հասկանանք կա խեղաթյուրում։ Ուրեմն նաև այս առումով եկեղեցի գլուխ հիմա վերստին չծնված հովիվ ներկարակ տեսնենք։ Հովիվ ես անցյալ ձեռնարկության մեջ շեշտեցի չոբան, այսինքն ինքը հովիվ չի։ Ոչ էլ ինքը հոտի վրա է դրված։ Ես չգիտեմ, եթե ինքը վերստին ծնված չի, ինչպես է հոտը մնում։ Եթե ինքը մարդկորեն առաջնորդում, ինչպես է այդ հոտը մնում։ Ինչ մարդկորեն վարդապետություն ինքը պիտի քարոզի։ Հովիվներ, որոնք չեն հավատում հավիտենական կյանքին։ Ինքը քարոզում հավիտենական կյանքի մասին, հետո երբ որ մոտիկանում ես, ասում ես, դա ես չեմ հավատում հավիտենական կյանքի, պաշտոնս եմ կատարում։ Սա է Քրիստոսի եկեղեցին։ Սա է այն եկեղեցին, որ Հիսուսն ասեց, ես կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն կործանի։ Ոչ, սիրելիներս։ Սա նոմինալ եկեղեցին է, որի մասին Առաքյալը ասում է, թե չմնաս քաղցրության մեջ, քեզ էլ կկտրի։ Այսինքն սրանք վերստին չծնված են։ Ոչ թե վերստին ծնված են եւ փրկությունը կորցրեցին։ Դրա համար ես միշտ շեշտել եմ, երբ որ մենք փրկություն բառը օգտագործում ենք, ուշադիր պիտի լինենք Աստվածաշունչը փրկություն ասելով ինչ է հասկանում։ Այստեղ միայն իրավական ակտը չի, անձը փրկված է եւ փրկված չի։ Ոչ, այստեղ վերստին ծնունդի եւ նոր ստեղծված անձի բնության մասին է խոսքը։ Մի անձ ում սրտի մեջ Աստված գործ ասկսե եւ այդ գործը ավարտին կհասցնի Ֆիլիպեցիս 1:6։ Սա շատ կարեւոր է մենք հասկանանք։ Ուրեմն պետք է զգույշ լինենք այստեղ ինչ եկեղեցու մասին է խոսքը։ Ես ուզում եմ այն նույն պատմությունը պատմեմ, Ալեքսեյ Պրոկոպենկոն եկեղեցով իրան գնում են ինչ որ տուր տուրիստական եւ գնում են Երուսաղեմ եւ Երուսաղեմում իրանց իսլամացի մի մուսուլման գիդ իրանց առաջնորդումը եւ ցույց է տալի տեղերը, տաճարը, Քրիստոսի գերեզմանը, մյուս տանում է տարբեր կարևոր վայրեր, այսինքն պատմական վայրեր կապված քրիստոնեության հետ եւ ցույց է տալի եւ ինքը մեկ էլ զարմանում ասում է ես ասում եմ ինչի դուք ասում այդ ջուրը չեք ուզում կենթանի ջրից վերցնեք ինչի դուք հողը չեք վերցնում պարկերի մեջ ցելոֆանների մեջ ինչի դուք ձեր աղոթները չեք մցնում պատերի անցքը ասում է իսկ ինչի պիտի անենք մենք ասում է հավատում ենք կենթանի ասում մենք հասկանում ենք որ այս հողը նույն այդ Երուսաղեմի հողը, նույն հողն է ինչ որ Երևանում, ինչ որ Ռուսաստանում։ Այդ հողը տարբերություն չի, բայց այ որ այդ հողը կոչված էր Սուրբ, դա այն վայրն էր, որ Աստված նշանակեց, որ այնտեղ պիտի հայտնվի իր ժողովրդին։ Այդ տաճարը պիտի կառուցվի, իր շեքինա փառքը պիտի գա, դա Աստծո ընտրած վայրն էր, բայց հողը որպես հող, նույն բաղադրությունն է, հողը Սուրբ չի։ Այդ վայրը Աստծո նշանակած Աստծո տեսանկյունից, որ ես պիտի հանդիպեմ Մովսեսին, հիշում եք Մովսեսին, երբ որ Աստված ասում է, ոտերդ հանի, որտեղ այդ վայրը որ կանգնած է, այդ հողը որ կանգնած է, բառացի այդպես ասում, Սուրբ է։ Ինչ է նշանակում Սուրբ։ Զատված է իմ եւ քո հետ հանդիպան համար։ Հողը Սուրբ չի նշանակում հողի բաղադրությունը կամ քիմիական նյութերը ավելի Սուրբ են քան մյուս հողերը։ Այդ վայրը Աստծո նշած, այդ վայրը Աստծո ընտրած Սուրբ է այդ առումով, ոչ թե հողն է Սուրբ։ Այս սկզբունքով նոր մենք հասկանում ենք ինչ է Պրոկոպենկոն սա է ասում եւ ասում է ես զարմանում եմ ձեր վրա ինչ այսքան ժամանակ ասում են տեսած քրիստոնյաները ովքեր են ասում հարփած ինքը շատ լավ ասում բուխի է հարփած ասում ագա քիչ անում մեշոկով հողը տանեն չգիտեմ ասում են այդ հողը այնտեղ վաճառում են ջուրը խմում են հարփած ասում են օհ ինչ սուրբ ջուրեր խմեցինք Պատերը փորում են, ասում են, իրաց վրա բարկանում, ասում են, պատերը մի փորեք։ Պատերը փորում են, մեջ աղոթներն են դնում իրանց։ Սա է քրիստոնեությունը։
Ինքը ասում է ես եւ իսլամը այդպիսի քրիստոնյաներ է։ Քրիստոնյա աշխարհ ինքը այդպիսին է տեսնում ընդհանուր։ Սա նշանակում է եկեղեցին խեղաթուրվելը։ Սա նշանակում է եկեղեցին առաջինը հեռացել է Աստծո խոսքից ելներս։ Աստծո խոսքն է մեզ պահում ճշմարտության մեջ։ Ինձ երկրպագողը եւ հայրը այսպիսի երկրպագողներ ազում հոգիով, այսինքն ներսի անձով եւ ճշմարտությունով Աստծո խոսքի համաձայն։ Խոսքից կտրեք եկեղեցին եւ կդառնա մարդկային կազմակերպություն։ Խոսքից կտրեք։ Տեսեք, Հիսուսը ինչ հիշում եք Հիսուսի խոսքերը, ոչ միայն հացով։ Եթե դուք ուզում եք եկեղեցին, այսինքն այդ խումբը հավատացյալների կյանք ունենա, այն պետքա լինի միշտ կապ ունենա, այսինքն այդ քաղցրության հետ հաղորդ լինի արմատին, խոստումներին, խոսքին Աստծո։ Նա պիտի սնի։ Շատ հաճախ Ջոն Փայփերը այսպեսի մի օրինակ է բերում, ասում է պատկերացրեք այն պատրուսը, որ մոմի վրա կային թելը։ Հիմա այդ թելը պոկեք մոմից եւ վառեք։ Կվառվի, ասում է մի քանի րոպե հետո կմխի եւ կվերջանա։ Բայց եթե այդ մոմի թելը մոմի վրա է կամ այդ ձեթի վրա է, ձեթը քաշում է այդ թելի մեջ, միշտ կվառվի, որտեղ այդ սնունդն է տալիս։ Սա նույնպես Քրիստոսը սա օգտագործում է հացով։ Առանց հացի կմեռնեք, ասում է, ինչպես նույնպես առանց Աստծո խոսքի ձեր հոգեվոր կյանքը կջնջվի։ Այսինքն դուք չեք կարող ունեք։ Դամար վերստին ծնված ազի կյանքում առաջի կարևոր ինդիկատոր Աստված մղում է նրան խոսքը եւ խոսքով Աստծուն ճանաչելու մեծ ցանկության։ Սա վերստին ծնված ազի կարևոր հատկություններից է։ Ուրեմն ինչ ենք մենք տեսնում այսօրվա եկեղեցու կերպարի մեջ, այսօրվա եկեղեցի սերես առաջերտին կտրված Աստծո խոսքից։ Եթե դուք խոսքից կտրված եք, դուք անհաղորդ եք այդ քաղցրության։ Դուք անհավատ եք։ Եվ սրա մասին խոսքը քեզ էլ կկտրի։ Եթե չխնայես բնական ուխտի մեջ եղող ժողովրդին, որոնք հաղորդ չեղան այդ քաղցրության, դու ով ես որ քեզ չկտրի։ Մի հպարտացի։ Ի նկատի ունի մի հպարտացի, որն այդ վախը, որով մեզ սովորեցնում է, անդադար մղվի դեպի Աստված, անդադար մղվի դեպի Աստծո խոսքը, մղվի դեպի Աստծո շնորհքը, խոնարհվի Աստծո առաջ, Աստծո վախը ունեցի, միշտ հասկացի, որ դու Աստծոց ամբողջությամբ կախված ես։ Այս նրա մասին է խոսքը։ Տեսեք, ես չեմ ուզում շատ արգումենտներ բերեմ, բայց ամեն դեպքում նայեք, հայտնության գիրքը որ սկսում է, այնտեղ կտեսնեք նամակներ ուղղված եկեղեցիներին, տեսնեք աշտանակ, որը եկեղեցին է, եւ այդ աշտանակի մասին Եփեսացիների եկեղեցին օրինակ Քրիստոսն ասում է կգամ եւ քեզ տեղից կշարժեմ։ Սա չի նշանակում, որ այդտեղ խոսքը վերաբերվում է հավատացյալին կոնկրետ։ Եփեսոսի եկեղեցուն գրի, եկեղեցուն ընդհանուր նամակ ուղղված է եկեղեցուն հավատացյալի նորից եմ ասում, որի մեջ կա եւ ինքն ասում է քո մեջ կան այսպիսիներ, քո մեջ կան այսպիսիներ, որի մեջ կան եւ վրստի ծնվածներ եւ անհավատներ եւ կա եկեղեցի, որը ընդհանրապես մահացած է։ Քրիստոսը դուրսն է արդեն։ Ինքը եկեղեցիա կոչվում սերներս, բայց ֆորմալ է, իրականում Քրիստոսի հետ հարաբերություն չունի։ Սա մասին է խոսքը։ Եվ մենք տեսնում ենք, որ գամ աշտանակը տեղից կշարժեմ, սա ցույց է տալիս, որ կա Եփեսոսում եկեղեցի։ Չի լինի Եփեսոսում եկեղեցի։ Ես կվերցնեմ, որտեղ դուք իմ անունը կրում եք, բայց իմ հետ հարաբերություն չունեք, դուք խեղաթուրում եք իմ եկեղեցին։ Սրա մասին է խոսքը։ Շատ կարևոր է սա անցալել։ Եվ ի վերջո անդրադառնանք մեր հայտնության գրքին, որովհետեւ տեսնենք այդ ինչ ինստիտուցիոնալ եկեղեցու մասին է, որը վերջի արդեն վաղճանաբանությունն է, որովհետեւ տեսնենք եւ հասկանանք։ Եկեք անդրադառնանք սրան։ Տեսեք, երբ որ եկեղեցին վերցվում է երկրի վրայից, որոշակի առումով անդրադառնանք հայտնության գրքին, որովհետեւ հասկանանք մեր հատվածը։ Մենք ընթերցում ենք հայտնություն 17-րդ գլխին, որտեղ նկարագրված է վերջի շրջանի եկեղեցին։ Եվ ընդհանուր եկեղեցին, որը քրիստոնեական կոչվի։ Ամեն դեպքում Երբ որ եկեղեցին վերցվում է, այդ 7 տարին, որի կեսում 3.5 տարին կոչված է մեծ նեղություն, որի մասին Քրիստոսը ասեց արդեն Մատթեոս 24-ում, որ եթե ընտրյալների համար ժամանակը չկարծանար, որևէ մարմին կենթանի չէր մնա, բայց ընտրյալների համար Տերը ժամանակը կարճացնում է, իհարկե նախասահմանված։ Եվ երբ որ եկեղեցին կվերցվի, երբ որ կգա 7 տարին, հակաքրիստոսի հակավորության տարիներին երկիրաթափվում Աստծո բարկությունը, դրանք Աստծո բարկության 7 տարիներն են, հնչում են, բացվում են կնիքները, ամեն մի կնիքի հետ մենք տեսնում ենք ինչ արհավիրք է գալիս երկրի վրա։ Դրա համար այնտեղ բանալի բառ կա, վայ երկրի վրա բնակվողներին։ Քրիստոնյան այսինքն վեստին ծնված այդտեղ չի, եթե այդտեղ լինի, չի ասի վայ երկրի վրա բնակվողներին, այսինքն գալիս է Քրիստոսին մերժողներին եւ հակաքրիստոսին ընդունողների վրա այդ ամենը։ Դամար այդ շրջանում է, որ Իսրայելն է միայն ընդունում եւ Իսրայելը որոշակի առումով պահպանվում է, բայց նաեւ հակաքրիստոսի կողմից սպանվում են շատերը, որտեղ չեն ընդունում հակաքրիստոսին որպես Քրիստոս։ Հիմա տեսեք,
Սրանից հետո թափվում է երկրի վրա նաև սկավառակները եւ այն 17 համարի սկզբից եւ այն 7 սկավառակներ ունեցող 7 հրեշտակներից մեկը եկավ եւ խոսեց ինձ հետ եւ ասելով եկ քեզ ցույց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը որ այն շատ ջրերի վրա նստում է ժողովուրդը ջուրը ժողովուրդը ոչ շատ ժողովուրդների վրա նստած է որի հետ պոռնկացան երկրի թագավորները եւ երկրի բնակիչները նա պոռնկության գինովը արբեցին սա կրոնն է համընդհանուր որը հարբեցնում է բոլորին սա կտրված Աստծո խոսքից քրիստոնեությունն է որոշակի ինստիտուցիոնալ ես չեմ ուզում իստորիցիզմի մեջ մտնեմ ասեմ սա է ինչպես նաեւ մենք տեսնում ենք որոշակի առումով Եվրոպայի կարգավիճակը որը կարծես բնորոշում է վերջի հռոմեական կայսրությունը, որը բաժան եղած է։ Եվրոպան հիմա չի կարողանում իրար միանալ, որտեղ կավի եւ երկաթի ոտքեր ենք տեսնում։ Ես չեմ ուզում գնամ հիստորիցիզմի, բայց որոշակիով տեսնում ենք, որ երևույթները կամ պատմությունը ձևավորվում է արևմուտքի շուրջ։ Նաեւ մենք Դանիելի գրքում կարդում ենք, թե ինչ հունական թագավորության մասին է խոսքը, որը ակնարկա վերջի շրջանի հակաքրիստոսի գալուն։ Իհարկե, այդտեղ Եփիֆանոսի մասին է խոսում, բայց ակնարկում է նաեւ վերջի շրջանում եկող հակաքրիստոսը, որը նույն սկզբունքներով է վարվելու։ Հիմա ուշադիրն է, եւ ինձ առավ տարավ հոգով մի անապատ եւ տեսա մի կին նստած կարմիր գազանի վրա, ով է այս կարմիր գազանը, տեսեք վերևի հատվածներում նայեք ով այս կարմիր գազանը, կարմիր գազանի վրա նստած լիքը հայհոյություն անելով, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր, եւ այն կինը, որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկիով եւ պատվական ակունքներով եւ մարգարիտներով զարդարված, մի ոսկի բաժակ ուներ իր ձեռքումը, լիքը գարշություններով եւ իր պիղծ պոռնկությունով, եւ նրա ճակատումը գրված էր մի անուն՝ խորհուրդ մեծ Բաբիլոն, պոռնիկների եւ երկրի գարշելիների մայր։ Եվ տեսա այն կինը արփած սուրբերի արյունով եւ Հիսուսի վկաների արյունով եւ երբ որ տեսա նրան մեծ զարմանքով զարմացա եւ տեսնում եք այդ կնոջ կործանումը սուրբերի արյունով հարբած իրական վերստին ծաված անձին պիտի ոչնչացնի որ ինքը մնա որպես եկեղեցի կրոնավոր անձը չի սիրում վերստին ծնվածի սիրներս ինչի որտեղ վերստին ծնվածը ուղակի որպես լույս ցույց է տալի նրան իր մեղքը իր ճակատին չի սիրում սա կրոնավոր անձը նույնիսկ հոգևոր աչքեր չունի որ տեսնի իր խնդիրը կրոնավոր անձը վերստին ծնվածին նայում է որպես մոլորեցնող ինքը չի տեսնում ինքը կույր է հիշում եք Հիսուսի խոսքերը եթե կույրը կույրին առաջնորդի ուր են ընկնելու երկուսն էլ փոս են ընկնել ինքը սա ում է ասում հրեա առաջնորդներին կրոնավոր փարիսեցիներին դպիրներին ի վերջո Աստծո տաճարը առաջնորդողներին Եթե կույրը կույրին առաջնորդի, կրոնավոր անձը չի սիրում վերստին ծնվածին, որտեղ վերստին ծնվածը նորից եմ ասում, նրա համար հանդիսանում է լույս։ Ուրեմն, մեր հատվածում սերներս, երբ որ մենք անդրադառնում ենք, այստեղ խոսքը վերաբերվում է այս ինստիտուցիոնալ, ֆորմալ, նոմինալ եկեղեցուն։ Եկեղեցի, ով կոչված է եկեղեցի, ով իրեն կոչում է եկեղեցի, բայց իրականում ինքը եկեղեցի չի։ Իրականում ինքը մարդկային կազմակերպություն է։ Եկեղեցի է բայց ով որպես առաջնորդ իր քիթը մցրել է իշխանության մեջ, քաղաքականության մեջ, աշխարհի արժեքների մեջ, իր քիթը մցրել է ոչ բարոյական արժեքների մեջ, այսինքն սա այդ եկեղեցին է։ Դրա համար ասում եմ, եթե մնաս քաղցրության մեջ, լավ, բայց եթե ոչ, դու էլ կկտրվես։ Եվ հետագայում մենք անդրադառնանք արդեն մեր հատվածին։ Ուրեմն մեր ընդհանուր այս 11-ից 22 համարներում տեսանք, որ Իսրայելի անկումով առաքյալը մեզ սովորեցրեց առաջինը Շատ կարևոր է սա հիշեք, այս 4 ուսուցումը, որովհետև 4 ուսուցում Իսրայելի անկումով է սովորեցնում եւ նաեւ 4 ուսուցում մյուս հատվածների մեջ տեսնում եք ցուցատալի Իսրայելի պատճառը, որ ինչպես Աստված նրանց վերականգնելու։ Այսինքն այստեղ անկման միջոցով ուսուցումներ, այդտեղ պատճառը նրա վերականգնելու։ 4-ը նույնպես 4 ուսուցումներ։ Ուրեմն առաջինը Աստված Իսրայելի անկումով մեզ սովորեցրեց Աստծո շնորհքի մասին, որ դուր բացվեց հեթանոսին։ Երկրորդ Իսրայելի անկումով Աստված մեզ սովորեցրեց շատ կարևոր իրական խոնարհության մասին, շատ կարևոր է սա։ Սա իրական քրիստոնյայի խոնարհությունն է, արտադրված Աստծո հոգուց եւ Աստծո խոսքից, վերստին ծնունդից։ Եվ երրորդ մեզ սովորեցրեց հավատքի մասին, այդ հավատքը Աստծուց պարգև է, եւ այդ պարգևի համար է, որ մենք շնորհակալ ենք անդադար։ Սա մերը չի, որտեղ պարծանք չունենք։ Եթե մերը լիներ, կպարծենայինք, մերը չի, մեզ տրված է Աստծո շնորհքով։ Եվ վերջի, որ մենք նայեցինք սրան,
Իսրայելի անկումով Աստված մեզ սովորեցրեց Աստծո վախի մասին, որ այդ վախի մեջ պետք է մնա իրական հավատացյալը։ Դա այն սուրբ վախն է, որը մեզ պահում է Քրիստոսի մեջ։ Սա այն վախը չի, ինչպես մեկը վախենում է առյուծից, որ իրեն կուտի առյուծը։ Սա այն վախն է, որը արտադրում է Աստծո հանդեպ սեր։ Տեր, այնպես ապրեմ օրս, որ չլինի, որ քեզ անհաճելի լինի իմ ամեն մի վարք, այլ այնպես ապրեմ, որ ուրախացնեմ քեզ։ Սա այդ վախն է։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։